Արամ Ասատրյանն ու նրա ընտանիքը որդիները մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են եղել։ Սիրված երգիչ Արամ Ասատրյանը 4 զավակ ունի՝ 3 որդի եւ 1 դուստր։ Երգչի որդիներից մեկը Սեդրակ Ասատրյանը տարիներ առաջ կյանքից անժամանակ հեռացել է։ Սեդրակն ու Տիգրանը երկվորյակ եղբայրներ էին։ Արամ Ասատրյանի որդու մահը երկար տարիներ քննարկվեց։ Սեդրակն ամուսնացած էր եւ որդի ունի, ով կրում է պապիկի անունը։ Սեդրակի մահից տարիներ անց նրա կինը Կարմենը որոշեց իր կյանքը նորից սկսել, կրկին ամուսնանալով։ Կարմենն ու նրա ամուսինը այժմ բնակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կարմենը բավականին ակտիվ էր իր ինստագրամյան էջում, սակայն էլ ավելի ակտիվ է օրերս տեղի ունեցած որդու հարսանիքից հետո։ Նշենք, որ Կարմենի ամուսինը Արտակ Մկրտչյանն է, ով մասնագիտությամբ բժիշկ է։ Նա հայ համայնքում բավականին տարածված ու պահանջված բժիշկ է։ Կարմենն ու Արտակն այսօր ունեն իրենց կլինիկան, որտեղ իրականացնում են էսթետիկ միջամտություններ։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն նրանք համատեղ դուստր ունեն, ում անվանը կոչել են Էլիզաբեթ։ Նշենք, որ օրեր առաջ, երբ Հայաստանում տեղի ունեցավ Արամ Ասատրյանի հարսանյաց հանդեսը եւ այդ տեսանյութերը տարածվել էին ողջ համացանցով մեկ, այդ տեսանյութերից պարզ դարձավ, որ Տիգրան եւ Արտաշ Ասատրյանները, ինչպես նաեւ Զվարթը, շատ լավ հարաբերությունների մեջ են իրենց մահացած եղբոր, կնոջ եւ ներկայիս ամուսնու հետ։ Հավելենք նաեւ, որ այդ օրից ի վեր համացանցում ակտիվորեն տարածվում են Կարմենի եւ նրա ամուսնու մասնակցությամբ տեսանյութերը։ Կարմենն ու ամուսինը նաեւ հրապարակում էին արել, ցույց տալով, թե ինչպես են հարսանիքին հաջորդող օրերին եւս քեֆ անում։ Նշենք, որ համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպիսին էր Կարմենը տարիներ առաջ, նախքան պլաստիկ միջամտություններին դիմելը։ Այսօր նա բավականին երիտասարդ եւ բավականին գեղեցիկ տեսք ունի։ Հավելենք նաև, որ այս օրերին կրտսեր Արամ Ասատրյանն ու նրա կինը Աննան մեկնել են հանգստի դեպի Մալդիվներ։ Նրանք այնտեղից մի քանի հրապարակումներ են արել, որոնք ներկայացնում ենք ձեզ, ինչպես նաև առանձնացրած կադրերն ենք ներկայացնում հարսանյաց հանդեսից։